Ողջույն բոլորին եւ բարի գալուստ այսօրվա մեր բացատրական նյութին։ Պատրաստվել եք։ Այսօր մենք իսկական ժամանակի մեքենայով հետ ենք գնալու։ Սուզվելու ենք կենթանական աշխարհի ամենահիմնարար, պարզագույն, բայց հավատացեք, զարմանալիորեն բարդ կառույցների մեջ։ Մենք խոսելու ենք սպունգների եւ աղեխորշավորների մասին։ Ինչու են նրանք այդքան կարևոր։ Որովհետև նրանք, ըստ էության, բոլոր բարդ բազմաբջիջ կենդանիների էվոլյուցիոն հիմքն են։ Հիմա հաստատ ձեզանից շատերը լսած կլինեն այս հարցը, արդյոք սպունգը բույս է, դե առաջին հայացքից սպունգները կամ թեկուս կորալները իսկապես նման են ինչ-որ անշարժ բույսերի կամ պարզապես գեղեցիկ ծովային քարերի, չէ, բայց սա շատ տարածված թյուրիմացություն է։ Իրականում այս պարզ թվացող օրգանիզմները բազմաբջիջ կենդանիների պարզագույն ձևերից են։ Այո, նրանք իսկական կենդանիներ են, պարզապես շատ ավելի պարզ կառուցվածքով, քան այն, ինչին մենք սովորենք։ Ահա թե ինչպես ենք կառուցելու մեր այսօրվա ճանապարհորդությունը։ 1. Պարզագույն բազմաբջիջ կենդանիներ, 2. Սպունգներ, 3. աղեխորշավորներ, 4. Պոլիպներ եւ մեդուզաներ, եւ վերջապես 5. Սպունգների եւ աղեխորշավորների համեմատություն։ Եվ այսպես, սկսենք։ Բաժին առաջին, պարզագույն բազմաբջիջ կենդանիներ։ Գիտեք, այս երկու խմբերը իրականում կենդանական կյանքի արշալույսն են թե ծովային եւ թե քաղցրահամ ջրերում։ Նրանք այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվել է մնացած ողջ կենդանական աշխարհը։ Բայց ահա թե որն է ամենահետաքրքիրը։ Թեև երկուսն էլ հիմնականում ունեն երկշերտ կառուցվածք, նրանց բարդության աստիճանը ուղղակի անհամեմատելի է։ Այն թե ինչպես են նրանք օգտագործում բջիջների այդ երկու շերտերը, հսկայական տարբերություն է ստեղծում նրանց կենսակերպի մեջ։ Հիմա կտեսնենք, թե ինչպես։ Անցնենք մեր երկրորդ բաժնին՝ սպունգներ կամ կյանքն առանց հյուսվածքների։ Եկեք սա անվանենք էվոլյուցիայի առաջին մակարդակ։ Մենք գիտենք սպունգների շուրջ 5000 տեսակ, որոնք հիմնականում նստակյաց են։ Պատկերացնում եք կենդանի, որը չունի ուղեղ, չի շարժվում, բայց ապրում է, սնվում է։ Սա իսկապես տպավորիչ է։ Նրանց գաղտնիքն այն է, որ թեև ունեն տարբեր բջիջներ, նրանք չունեն իսկական հյուսվածքներ կամ օրգաններ։ Ունենք արտաքին թափակ շերտ, ապա ներքին շերտ, որտեղ աշխատում են այսպես կոչված մտրակաօցիկավոր բջիջները, խոանոցիտները։ Իսկ մեջտեղում պարզապես դոնդողանման զանգված է, մեզոգլիան։ Հենց այստեղ է նրանց կմախքը, որը կարող է կազմված լինել սիլիկահողային կամ կռային ասեղներից, որպեսզի պահպանի սպունգի տեսքը ու թույլ չտա, որ այն պարզապես փլուզվի։ Պարզապես պատկերացրեք ջրի մի քաթիլի ճամփորդությունը սպունգի միջով։ Քանի որ սպունգը չի կարող գնալ ուտելիք փնտրելու, նա ջուրն է բերում իր մոտ։ Ջուրը մտնում է մարմնի վրայի բազմաթիվ մանր ծակոթիներով։ Ներսում այդ խոանոցիտները իրենց մտրակներով որսում են բակտերիաներն ու միկրոսկոպիկ սնունդը, եւ հետո ֆիլտրված ջուրը թափոնների հետ մղվում է դուրս։ Սա բառից բուն իմաստով բնության կողմից ստեղծված իդեալական կենդանի ֆիլտր է։ Եվ սա բերում է մի շակ հետաքրքիր փաստի։ Սպունջներում մարսողությունը բացառապես ներբջջային է։ Ինչ է սա նշանակում։ Քանի որ չկա կենտրոնական ստամոքս կամ աղիքներ, յուրաքանչյուր առանձին բջիջ ստիպված է ինքնուրույն որսալ իր բաժին սնունդը եւ ինքնուրույն էլ մարսել այն։ Սա նման է նրան, որ քաղաքի ամեն մի բնակիչ ինքն իր համար հաց թխի, քանի որ քաղաքում չկա կենտրոնական փուռ։ Ամեն մի բջիջ գործում է որպես անկախ միավոր։ Լավ, ժամանակն է բարձրանալու հաջորդ աստիճանին։ Բաժին երրորդ՝ աղեխորշավորներ, էվոլյուցիոն մեծ քայլ։ Այստեղ արդեն գործ ունենք մոտ 10,000 տեսակի հետ։ Կորալներ, մեդուզաներ, հիդրաներ։ Սա կենսաբանական ահռելի թռիչք է, քանի որ ի հայտ են գալիս իսկական հյուսվածքներ, օրինակ էկտոդերմը։ Սա արտաքին հյուսվածքի շերտն է, եւ ի տարբերություն սպունգի պարզ ծածկույթի, այստեղ մենք տեսնում ենք մաշկամկանային եւ նյարդային բջիջներ։ Ընկալում եք ինչ է սա նշանակում։ Այս կենդանին արդեն կարող է շարժվել եւ արձագանքել միջավայրին։ Անշարժ սպունգից հետո սա պարզապես հեղափոխություն է գոյատևման հարցում։ Իսկ ներսի մասում, ներսից ունենք էնտոդերմը։ Սա արդեն մասնագիտացված ներքին շերտ է, լի գեղձային եւ մարսողական բջիջներով, եւ այս շերտը պատում է կենտրոնական աղիքային խոռոչը։ Սա այլևս սպունգի պարզ իրարից անկախ բջիջների խումբը չէ, սա միասնական կոորդինացված թիմ է, որը զբաղվում է կենդանու սնման գործընթացով։ Վերցնենք օրինակ հիդրային։
Տեսեք, թե ինչ տպավորիչ մասնագիտացված բջիջների բազմազանություն կա այստեղ։ Մենք ունենք մաշկամկանային բջիջներ շարժման համար, խայթող բջիջներ եւ մարսողական ու գեղձային բջիջներ սնունդը մարսելու համար, բայց ամենակարևորը նյարդային բջիջներն են։ Աղեխորշավորների մոտ էվոլյուցիայի ընթացքում առաջին անգամ ի հայտ է գալիս դիֆուզ նյարդային ցանց։ Սա ուղեղ չէ, բայց սա նյարդային համակարգի նախատիպն է, որը կենդանուն թույլ է տալիս զգահպումը եւ ակտիվորեն արձագանքել։ Շարժվենք առաջ։ Բաժին 4. Պոլիպներ եւ մեդուզաներ։ Այս կենդանիները հիմնականում ընտրում են երկու ճարտարապետական պլաններից մեկը։ Պոլիպը, ինչպես օրինակ հիդրան, նստակյաց է։ Այն գլանաձև է, ամրանում է հատակին, իսկ բերանն ու շոշափուկները նայում են դեպի վեր։ Իսկ մեդուզան լրիվ հակառակն է։ Նա ազատ լողացող է, ունի հովանոցի տեսք եւ նրա բերանն ու շոշափուկները կախված են վար։ Իդեպ, ամենազարմանալին այն է, որ որոշ տեսակներ իրենց կյանքի ընթացքում հերթագայում են այս երկու ձևերը, պոլիպից դառնում են մեդուզա, օվկիանոսով մեկ ցրվելու համար։ Իսկական տրանսֆորմացիա։ Իդեպ, մի շատ տարածված թյուրիմացություն կա մեդուզաների հայթոցների մասին։ Իբր դա պարզապես պասիվ պաշտպանություն է, ասենք, ինչպես փշերը վարդի վրա, բայց ոչ։ Սա շատ ակտիվ եւ հզոր զենք է։ Այս բջիջների ներսում կան այսպես կոչված նեմատոցիստներ։ Երբ զոհը դիպչում է նրանց, այս բջիջները աներևակայելի արագությամբ, բառացիորեն, կրակում են իրենց խայթիչ թելիքը, ծակում զոհին եւ թույն ներարկում։ Սա ակտիվ, անողոք որսորդության գործիք է։ Եվ այսպես հասանք մեր 5-րդ բաժնին՝ սպունգներ ընդդեմ աղեխորշավորների։ Եկեք ամփոփենք դեմ առ դեմ դնելով մեր առաջին եւ երկրորդ մակարդակները։ Տեսեք, սպոնջները հաճախ անկանոն ձև ունեն, չունեն իսկական հյուսվածքներ եւ առասարակ չունեն նյարդային համակարգ։ Նրանք լուռ, անշարժ ջուր ֆիլտրողներ են։ Բայց աղեխորշավորները նրանք հստակ ճառագայթային սիմետրիա ունեն իսկական հյուսվածքներ եւ ամենակարևորը նյարդային ցանց։ Հենց այս նյարդային ցանցն ու մկաններն են, որ թույլ են տալիս նրանց լինել ակտիվ եւ փոխազդել աշխարհի հետ։ Մարսողության հարցում էլ տարբերությունները սկայական են։ Հիշում եք, որ սպունգների դեպքում ամեն բջիջ ինք իրեն էր կերակրում, միայն շատ մանր մասնիկներով։ Իսկ ահա աղեխորշավորները ստեղծել են աղիքային խոռոչ, մի մեծ պարկ։ Նրանք կարող են կուլ տալ իրենցից անգամ ավելի մեծ որս, այդ խոռոչի մեջ ֆերմենտներ արտադրել, նախնական մարսել այն եւ նոր միայն այդ մանրաստված խյուսը վերջնականապես մարսել բջիջների ներսում։ Սա ահռելի առավելություն է գոյատևման պայքարում։ Եվ այսպես հասանք մեր բացատրական նյութի ավարտին։ Բայց մինչև կբաժանվենք, մի պահ մտածեք այս մասին։ Այսօր մենք տեսանք նյարդային եւ մարսողական համակարգերի ամենաառաջին պարզագույն նախատիպերը։ Բայց ինչպես են այս պարզագույն ճարտարապետական լուծումները միլիոնավոր տարիների ընթացքում զարգացել, բարդացել ու հարմարվել, որպեսզի ի վերջո հանգեցնեն այն անհավանական խելահեղ բարդ կառույցներին եւ նյարդային համակարգերին, որոնք մենք այսօր տեսնում ենք օրինակ հենց մեր մեջ։ Իսկապես ապշեցուցիչ է, չէ՞։ Հուսով եմ այսօրվա վերլուծությունը օգնեց ձեզ նորովի գնահատել էվոլյուցիայի այս հրաշքները։ Շնորհակալություն մեզ միանալու համար, մնացեք հետաքրքրասեր եւ մինչ նոր հանդիպում։